Հինգի արկածները օգնեցեք գոռալով լեղապատար փախչում էր հինգը: Ինչ է պատահել, մի՞թե չեք տեսել: Հանուն ընկել է հետևից, թե որ հասավ կորածը: Դու էլ բան ասացիր: Կորած եմ: Բայց փորձանքը պատահեց: Հանումը հասավ հինգին և սկսեց սրով կտրատել նրան: Ինչ որ ընկավ մեր հինգը, դեռ լավ էր, որ այդ պահին նրանց կողքով արտասահմանյան մի երկար մեքենա անցավ: Հանումը մի վայրկյանով շուռ եկավ, որ տեսնի կկարողանա դա էլ կարճացնել: 5x5 փախավ մտավ կողքի շենքի մուտքը: Միայն թե նա արդեն ոչ թե 5 էր, այլ 4, այն էլ քիթը ջարդած: Քեզ ինչ է պատահել, կռիվ ես արել: Վայ գլուխներդ ազատեք, թե կարող եք: Այս ի՞նչ ձայն էր: Վայ բաժանումն է: Դժբախտ 4-ը արագ բարի գիշեր շշնջաց ու փորձեց ծլկել: Բայց արի ու տես, որ բաժանումը ավելի ճարպիկ դուրս եկավ ու Մկրատի մի շարժումով շըրք 4-ին ուղիղ 2 կես արեց: 2 և 2: Նրանցից մեկին բաժանումը գրպանը դրեց, իսկ մյուսը պահը չկորցրեց, դուրս վազեց ու իրեն տրամվայը գցեց: Դեռ մի րոպե առաջ ես 5 էի, լաց էր լինում 2-ը: Իսկ հիմա տեսեք թե ինչի եմ նման: Տոմսավաճառը մրթմնցաց: Էս խեղճուկրակները, որ տրամվայ չեն նստում, ասա ոտքով գնացեք էլի: Ես մեղք չունեմ, ես մեղավոր չեմ, բացականչեց 2-ը: Բա չէ ես եմ մեղավոր, բոլորը նույնն են ասում: Հենց առաջին կանգառում 2-ը տրամվայից իջավ: Ոնց էր կարմրել, իսկ կարմիր բազուկ: Բայց ահա, էլի մի փորձանք: Ինչ որ մեկի ոտքն է տրորել: Օ ներեցեք տիկին: Իսկ տիկինը բոլորովին չէր բարկացել, ընդհակառակը, նույնիսկ ժպտաց: Մի տեսե, տիկին բազմապատկումն է: Նա շատ բարի սիրտ ուներ և շատ էր խղճում նրանց, ում գլխին փորձանք էր եկած լինում: Բազմապատկում իսկույն բազմապատկեց 2-ին 3-ով: Եվ մի հրաշալի թիվ՝ 6 ստացվեց: Ինչու հրաշալի: Որովհետև դա 5-ին գումարածն է: Ոչ մի ուսուցիչ 6 չի նշանակում, միայն 5-ի կողքին գումարած է ավելացնում: Ուխ ինչ լավ է: Հիմա ես 5-ին գումարածն եմ: